ժողովուրդ Սով եմ դուք լավ եք, ես համատաբար ավելի լավ եմ, կներեք, համատաբար ավելի լավ եմ, դեմքս դեռ ուրած է, բայց մի քիչ չէ լավ, առաջին օրը դե շատ ուրած էր, երկրորդ օրը նույն ձև ուրած էր, երրորդ օրը ավելի շատ ուրեց, դրանից անհանգստացա, մտածեցի երևի նորմալ չի որ քանի գնում ուռում է, այլ չէ բժիշկն ասաց չէ նորմալ է, երրորդ օրն էլ կուռի, հետո կսկսի իջնել, այսօր արդեն 5-րդ օրն է, մի քիչ իջել է, ես տարբերություն զգում, դուք էլ կզգաք այն բանի մեջ շատ պոնչո էի, չէ, հիմա ահագին իջել է, բայց իրականում ես վերևից ուրած է, ցավերն էլ ավելի քիչ են, համարյա չկա ցավ կարամ ասել։ Նոր ենք արթնացել ժողովուրդ ջան։ Ծածկելու ածյալներ չկան, մի երկու հատ ածյալ կա, որ մերսելուց ես գցում եմ վրաս, բայց փոքրոտ են, այսպես անկողնի չի ծածկի, դրա համար չեմ գցում վրա։ Հիմա ուզում եմ, ուրեմն մի հատ ջուր խմեմ։ Հիմա մի հատ ջուր խմեմ, ժողովուրդ ջան, հետո նոր կնախաճաշեմ, այդ դեղերը կխմեմ, դեռ անտիբիոտիկ եմ խմում, հետո կնստենք կսրճենք ու կպատմեմ ինչի համար եկանք, այս ծմերվա կեսին ու մանրամաս ամեն ինչ կպատմեմ, հիմա ժամը 9:20 է, մռտնած այսպես եղանակը, բայց 3:0-ից բարձր էր ջերմաստիճանը, 3-ցերեկ, ահագին այդ ասֆալտի վրա ձյունը հալվեց, սևացավ, հեսա ցույց կտամ, այսօր էլ է պլյուս լինելու, բայց մի քիչ բարձրանալու է, դու գրել եք ամսի 4-ից բարձրանալու է, բայց հետո ոնց որ գիշերներ էլի պետք է մինուս անի, օրինակ այս գիշեր -7 էր, ես վերմակ չի, ածյալա, իրականում սրա տակ շոկ էր լինում, որովհետև շատ տաք է սենյակում, բայց մրսում էի, մի հատ անցյալ վրաս գցել էի, էլի մրսում էի, երկրորդն էլ աշուտի անցյալների վրա գցեցինք, էլի մրսում էի, տարօրինակ էր, իսկ ավելի շուտ երևի իմ վիճակից էր ես։ Մի հատ ջուր լսնեմ։ Զորակից ջուրը բացում ու խմում ենք, անսովոր է, չէ, ասում է, այն կինոյի մեջ ոնց էր ասում է, у нас в Армении экран открываешь, вода течет, первое место занимает в мире, по-моему, им կարծիքով տենց էր, չէ, ասում, Ֆրունզիկը, տաղանդավոր մեր տաղանդավոր Ֆրունզիկ Մկրտչյանը, տաղանդավոր, բայց ինչ բանի մեջ է մահացել, ինչ ջուրը տակ ասեմ, գոլ պետք է խմեմ ջուրս, ինչ դժվար պայմաններում ապրելու մահացել, չէ, մենակ։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիմա ասեմ նոր միացողներ շատ կան, ասեմ, որ մեր 5000-ը լրացել է, անցել եք, եթե տեսել եք, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք իմ ալիք, նոր միացողների համար ասեմ, ես Սվետլանան եմ, տարիքս հարցրել, Էսա փետրվարին կգնեմ 28 ուզում ասեի, փետրվարին կգնեմ 58 տարեկան, ժողովուրդ ջան, 58, ծնվել ենք Ծաղկահովիտում, ես էլ ամուսինս եմ, ապրում ենք Բելգիայում, ունենք 4 երեխա, մի տղա 3 աղջիկ, ունենք 5 թոռնիկ, ինչ ասեմ էլ, այդպես ժողովուրդ ջան, ես խանութում եմ աշխատում, ամուսինս արդեն դուշակառու է, այդպես, Բելգիայում ապրում ենք 9 տարի։ Եկի ջուրը տաքացնեմ։ Լավագործությունը, հա։ Այսօր օրը ուրբաթ է, ժողովուրդ ջան, պլանները ինչ են, դե չեմ կարողանում դուրս գամ։ Չեմ կարել, չի կարելի դուրս գալ, որ չմրսացնեմ այս սրսկացները, ուռածը, վերջը, բժիշկն ասել է ցանկալի է,
ցանկալի չի ասելա չմրսացնես։ Դե հիմա որպեսզի չմրսացնեմ դուրս չեմ գալիս։ Ինձ հարցրել եք ինչի եկեք ձմեռով եկել, որ շատ տեղին բան եք ասում, հա, ինձ թվում է ով էլ որ գալիս է Հայաստան զուտման գալու կամ հանգստանալու ձմեռով չի գալիս։ Ես ժողովուրդ ջան, ատամներիս համար եմ եկել, դրա համար ենք ձմեռով եկել։ Ու չէին կարա սպասեինք, որովհետև պետք է շտապ եկել, շտապ դրա համար եկա։ Հիմա գնանք նստենք ժողովուրդ ջան։ Պատուհանը բացել եմ մի քիչ օդափոխվի, ցուրտ է դուրսը, -6 է հիմա դուրսում։ Անսպասելի ստացվեց ես Հայաստան գալը հիմա շատ անսպասելի եղավ, որովհետև այնտեղ ատամս սարկած ատամ էր, շատ վաղուց սարկած ատամ էր, կոտրվեց, այսինքն ատամը որ կոտրվեց, այդ իր կողքը սարկած բաներով լրիվ կոտրվեց, այսինքն մնացել էր լրիվ առանց ատամի այդ մի կողմը, մյուս կողմն էլ մի բան չէր, այն էլ էր սարկածելի։ Դրա համար դե գնացի այնտեղ Բելգիայում հայ բժիշկ կա, միշտ ատամնաբույժի հայ մոտ ենք գնում, գնային առումով էլ համեմատաբար ավելի մատչելի է, քան բելգիացի բժիշկների մոտ, հետո ավելի լավ բժիշկ կա, լավ մասնագետներ են, ուղղակի ընդհանուր Հայաստանի հետ համեմատած են շատ բարձր գները։ Գնացինք, ինքը ինձ 2 տարբերակ առաջարկեց սարքելու, մի տարբերակը, որ ես կուզեի, շատ բարձր էր գինը այնտեղ, ասեմ, որ պատկերացնեք 9-10,000 եվրո։ Իսկ մյուս տարբերակը, որ ինքն էր առաջարկում, մյուս տարբերակը, որ ինքն էր առաջարկում, համատաբար մատչելի էր 4,800 եվրո էր ասում, էդ էլ ես չէի ուզում, հարմար տարբերակ չէր ինձ, պետք է իմ ունեցած ատամներն էլ ինքը քաշեր, որ սարքեր, չէի ուզում ես իմ ատամները քաշեր, առողջ ատամները։ Դրա համար մտածեցինք, երեխեքը խորհուրդ տվեցին, ասին մի հատ Հայաստանում հետաքրքրվի, կարող այնտեղ ավելի հարմար բան լինի, որ քո ատամները պահպանվեն, էլի։ Հետաքրքրվեցինք, այստեղ գտանք այդպիսի բժիշկ, որ մարդկար ծանոթ գնացել են իր մոտ սարքել են գովեին, էլի։ Դրա համար զանգեցի բժշկի, պայմանավորվեցի, ինձ այստեղ ձեռք տվեց, պատկերացրեք, այնքան ձեռք տվեց, որ թե տոմսերը, թե այստեղ տուն վարձել մնալը, այստեղի ծախսերը հաշված, էլի ինձ ձեռք տվեց, քան թե Բելգիայում սարքեի ժողովուրդ։ Լավ բժիշկ կա, լավ մասնագետ է։ Դե իհարկե ես էլ սկիզբն ենք արել առաջին փուլը, դե դժվարն էլ առաջին փուլն է։ Երկրորդը արդեն մնում է, գիտեք, այդ կերամիկական ատամներ դնել բանը, այդ էլ արդեն մի քանի ամիս հետո։ Գոհ եմ ես, բժշկից գոհ եմ, հիմա տեսնենք, այստեղ արդյունքն էլ արդեն լավ է, արդեն դեպի լավն է գնում, դե բնականաբար ժամանակ է պետք, մարդ կա, որ արել են, ասում եմ 7-8 օր տևում է, որ այսպես ուռած է լինում։ Ինձ ահագին գրել եք, ես ձեր գրածները կարդացել եմ, ողումները ես անում եմ, պարտադիր եմ անում։ Չմրսացնելը բնականաբար բերանի հոռոչի հիգիենան, ամեն ինչը դե ես հետևում եմ։ Այնպես որ ժամանակ է պետք, որ ես էլ անցնի, էլի, մի քանի օր պետք է, այսինքն մինչև ետ դառնալը արդեն կարերը կհանեմ ու կգնամ։ Երկար ժամանակով չենք եկել, ժողովուրդ ջան, հարցրել եք, եթե թռիչքի օրերը չհաշվենք, 12 օրով ենք եկել։ Բժշկի հետ այնպես էինք պայմանավորվել, որ ինքը հասցնի այդպես արագ, ոնց որ առաջի օրը անի, այդ վիրահատություն բանը վերջին օրն էլ կարերը հանի ու անգամ այդ օրը թռնենք։ Հետ էիք ինձ հարցրել, թե ինչ ենք ձմեռով եկել, այդ դրա համար էինք եկել, ժողովուրդ ջան, ձմեռով ատամներիս համար, թե չէ, հեչ հարմար ժամանակ չի ձմեռով Հայաստան գալը, հատկապես որ ասեք դու ինչ ես գալիս, էլի, դու չունես, էլի, գալիս ես այսպես ապրելու, բայց այս տունը շատ հարմար է, շատ տաք է, շատ լավ է, ով էլ գալիս է, ասեք, մեզ այցելում է, շատ հավանում է, շատ հարմար է։ Մի սենյակ է, իհարկե ամեն ինչ մի սենյակում է, դե, բայց շատ լավ է, երկու համար իդեալական է։ Ժողովուրդ ջան, այս բաները բերանը անդադ մեծ բացելուց, բերանի կողքերն էլ են վերքեր եղել։ Տեղը անցյալ բլոգում ցույց տվեց, Աշոտը մի հատ քսուկ էր բերել, քսում եմ ահագին օգնել է, փափկացրել է։ Հիմա ուզում եմ
բանանին, որ մինչև նորից բժշկի գնալու լրիվ լավանա։ Այդպես այսօրվա պլանները կուզենայի մի հատ տակ փաթաթվեի սա ներքևը խան սիտիկա մի հատ իջնեինք այնտեղ փոմպտի առնեի, տեսնենք կարող անեմ, որտեղ իրոք բան կա, որ ասենք ես պետք է նայեմ, Աշոտը չգիտի էլի։ Հետո հիմա ուրիշ ընկերուհի ինձ այցելելու այսօր էլի ընկերուհուս եմ սպասում, վաղուց իրար չենք տեսել։ Այն մի վլոգը, որ նայել եք, ընկերուհուս տեսակ անունն էի քարսրել, իմ սիրելի Կարնեն, իմ շատ մտերիմ մանկության դպրոցի ընկերուհին է, որ երկար տարիներ մենք իրար ուրեմն բաժանվելուց հետո դպրոցից հետո շատ երկար տարիներ իրար չէինք տեսել։ Եթե չեմ սխալվում 20 տարուց ավել, եթե սխալվեմ Կարնեն թող հիմա տակը գրի, քան տարի իրար չէինք տեսել, որ հետո նորից իրար տեսանք, բայց դրանից հետո էլի տեսել էինք իրար, ու ես անցել անգամ որ Հայաստան է եկել, տարում կես էլ չկա, այդքան առաջ էլի տեսել էինք իրար, հանդիպել էինք, կապի մեջ ենք միշտ։ Իսկ հիմա այսօրվա իմ ընկերուհին որ պետք է գա, իրան երբ մի 10 տարուց ավել, չի ավելի շատ, հա, չեմ տեսել իրան։ Այդպես ուրճան ինքն է գալու, ես էլ այսպես ֆանտարկիալի նման տանը կմնամ, շատ եմ ուզում որ դուրս կամ համ ես մանկամ համ ձեր համար նկարեմ, բայց տեսնենք հուսամ վերջի օրերին կստացվի։ Բայց դե հիմա առողջությունը գիտեք ամենակարևորն է։ Աշոտ թե ես խմում, սուրճ։ Սուրճ։ Այստեղ մստեղ խմի, չես ուզում։ Մակրոչը չես։ Պատանը բացի չկինա ցուրտ է, հա։ Այդպես ժողովուրդ ջան, ես էլ իմ համար մի հատ նախաճաշ պատրաստեմ, որ չեմ կարողանում ամեն բան ուտել, պետք է, ասենք, մեծ բաներ պետք է ուտել, որ հեշտ լինի, որովհետև ծամել չի լինում, էլի։ Աշոտ, բայց խոնավ չի։ Բայց քիչ բարի վրա թող լավ չուրանա։ Աշոտ կարող է կիսայքություն ուտես։ Ոնես ուտե։ Նեզյանը դուրսը վերիք։ Այստեղ դարակներում անգամ սև պղպեղ, ամեն ինչ կա ժողովուրդ, դափնետերեր կա, ամեն ինչը մարդիկ մտածել են, հեսա, սոդա, բա, ուզենանք թխվածքել թխենք։ Փոքր աղ գցեն, աղը շաքրավազը արդեն վերջանում այսօր մենք կառնենք։ Պղպեղից լսնեմ, ծվածակ պետք է սարքեմ իմ համար, տնական ձվով, շատ համովա տնական ձվով։ Ստեղնուսները ամար ավելի դերն են լինում մուկ լինի, հիմա այդքան շատ տեղի չեմ, բայց շատ համով է, տնական ձուն իրոք շատ համով է։ Այսը վերև է քույրիկս բերեց, բայց մենք որ մի օր մինչև այս վիրահատությունը որ խանթեի մտենք, տեսա դրակ կային, տնական ձու կար, բայց արժեքը ճիշտ ասած ուշադիր չեղա, որ մի անգամ էլ մտնեմ լիլնաները տարբեր են տնականն ու պետականը։ Բելգիայում մենք ձունը առնում ենք մի հատը 22 ցենտով։ Նայած էլի ամենացածերը ոնց որ 22-ն է, հետո 24 ցենտ կա կարծեմ, չեմ հիշում։ Ընդհանուր տուփով ենք առնում։ Հատոց ենք առնում, տուփով ենք առնում։ Պայման սև պղպեղը լսում ծվածեղի մեջ, այսպես ավելի համով է։ Աշոտ քանի հատ կուտես։
փոքրն իրենք արել։ Երկու դարի։ Ես կարող եմ 4 հատ սարքեմ։ 4 հատ։ Եթե փոքրը 4 հատ։ Փոքր ծերեր։ Այս սեզոնը փոքր են, չի ավելի։ Քոտան նման դարակը բացում ես ամեն ինչ կա։ Я хочу делать если что получится. Այս փոքր ցեթերից էին դրած, արևածաղկի ցեթեր են։ Քիչ էր մնում, մենք էլ առանց մի հատ դրեցինք, սապաս ենք էլի դրել։ Չնայած էս չեր էլ վերջանա, բայց ասիք ենք օգտագործում ենք, մենք էլ առնենք, դնենք մի հատ էստեղ։ Կարելի է նաև վերևը դնել, որովհետև ներքևը դուր կա։ Ինձ սիրուն կարմրծված եղա, այստեղ էլ կիսայեցու եմ սարքում, ամենալավ նախաճաշն ա ձյուն, ես կուտեմ մի փոքր թթվասերով, բանջարեղեն չեմ կարողանում հլը ուտել, չեմ կարողանում ծամեմ, Ես տան իրականում մեկ կաթել եմ լցնում ձվածեղը սարքելու ձվի վրա, բայց այստեղ կաթ չկա տանը, հենց այսպես սարքեցի։ Այստեղ որդենք։ Մի քիչ էլ թթվասեր լցնեմ կողքը։ Համով թթվասեր է այս։ Այստեղ պետք է բանջարեղեն էլ լիներ իրականում այս բաժնում, բայց չեմ դնում բանջարեղեն։ Չնայած կարելի է փորձել մի փոքր լոլիկ, լավ մի փոքր լոլիկ կավելացնեմ։ Որ լիարժեք նախաճաշ լինի։ Տեսնենք հատկապես կարերն էլ որ դրված են, մի քիչ դժվար է էլի ուտելը։ Մի փոքր, բայց աղագին դրեցի։ Վարունգ չեմ կարա։ Էս իմ նախաճաշը ժողովուրդ ջան։
Աշոտ ու չկարակ տնեմ։ Չէ։ Կիսայություն։ Արի Աշոտ։ Շատ լավն է լավաշը, բայց ես չեմ կարող մոտեմ էլի դեռ կարուրա թուշիկ սիրուն, ես երևի հենց ապարանի լավաշն է գնդունիկի, ինքան լավն է, են առաջին օրերին կիրել եմ։ Ես էլ հաց, Աշոտ ինչ կուտես, հետը, բանիշ կուտես։ Չէ, դից հազիվ է։ Նախաճաշենք մի հատ սուրճ ունենք։ Դասին եմ ուժում, մորացել եմ։ Այն է սևիտերս բերեմ։ Սուրճ խմենք ու գնանք խանութ։ Դե շոկոլադի ցան տեսեցիր թե՞ չէ։ Հա, լավ։ Կամ շոկոլադ ես չեմ սիրում։ Ես մի հատ սիրող կուզեի, բայց ափսոս չունեմ։ Սա կարելի շոկոլադից թողնել, հա։ Նստենք մի հատ սրճենք։ Ինձ հարցրել եք ժողովուրդ ջան, իմպլանտները ինչ արժեն, եթե գաղտնիք չէ, պես եք հարցրել, գաղտնիք չի։ Ասեմ դուք էլ իմացեք, կարող է պետքա դուք էլ ուզենաք գաք Հայաստանում սարքեք։ Մեկը որտեղ եք սարքեք, Հայաստանում ավելի էժան է։ Ու երևի ավելի որակով, քան դրսերում։ Հաշվում եմ, դե գիտեք, այդ առանձին դրվում, ամեն ինչ իրար հետ, մի իմպլանտը, ոնց որ իր կերամիկայով բանով ամեն ինչով մի հատը կազմում է եվրոյի վերածած 450 եվրո, համարյա 450 եվրո է կազմում։ Եթե համատենք այնտեղ Բելգիայի հետ, այնտեղ էժան տարբերակով, որ ասենք, եթե անեի այնտեղ, եթե իմ ուզածերով անեի, 1250 էր, դե տարբերությունը դուք նայեք, իսկ եթե բելգիացի բժիշկների մոտ արվի, ամենակիչը 1900 եվրո, 1800-1900 եվրոից է սկսվում, այնպես որ այստեղ իրոք հարմար է, գնային առումով շատ հարմար է։ Այնպես չի, որ այնտեղ բժշկությունը շատ ավելի լավ է, քան թե այստեղ, չէ, բժիշկները։ Հա, ես երևի այստեղ ավելի շատ կվստահեմ բժիշկներին, քան այնտեղ։ Կարգաչից տերևները դեռ չեմ թափում, մի քիչ էսպես մնասիրուն, հետո նոր կգցեմ։ Բաղը մի շաբաթն է լրանում։ Հա, բաղը շաբաթ լրանում է։
Մինչև սուրճը սարի, ես է ձեր մեկնաբանությունները կարդամ, ժողովուրդ ջան։ Այնտեղ հիմնականում սրտիկում եմ, մեկ-մեկ իհարկե գրում եմ, բայց հիմնականում սրտիկում եմ, շատ շնորհակալ եմ ձեր սիրուն մեկնաբանությունների համար, ինչքան էլ ասեմ, ամեն անգամ էլ ասեմ, էլի չեմ հոգնի ասելու, շատ շնորհակալ եմ, որ չեք սլանում ու գրում եք։ Հիմա ես անջատեմ, սուրճը մինչև կսարի կկարդամ ձեր այսօրվա մեկնաբանությունները, հետո էլ ընթացքում կմիանամ։ Մի հատ դուրս կանք պատշգամբից նայենք, լվացքը փռում եմ, գիշերվա ընթացքում չորանում է։ Այստեղ փակել եմ մի րոպե։ Աղմուկը լսում եք, դուռը բացում եմ ու արդեն ուժեղ աղմուկը։ Գետնը ահագին սևացել է։ Պետք է որ մի քիչ արև դուրս գա այսօր, տեսնեք ճիշտ է թե չէ։ Նայեք մեքենաների հերթը, ինչքան շատ մեքենա կա Երևանում, ոնց չեն փորձում, թե փորձում են, ես չգիտեմ, գոնե այս կենտրոնական փողոցները մի քիչ բեռնաթափ են էլի մեքենաներից։ Լավ ցուրտ է։ Հիմա ոնց որ -3 է արդեն, առավոտ -6 էր։ Ժողովուրդ ջան։ Ես էլ առայժմ էստեղից է մենակ, իմ Երևանը մենակ էստեղից է պատշգամբից։ Գնացինք ներս ցուրտ է։ Ո՞նց է։ Դու նկարել ես մենակ։ Գնացինք։ Շարֆով փաթաթված դուրս եմ եկել, խանութ եկանք, շուտ արդեն թեքվեց։ Այստեղ կողմը Արչին բանկ, հա։ Բայց Ակբա բանկ չկա այստեղ։ Ակբա չկա, բայց 3 հատ բանկ կա, բանկերի խաչմերուկն է։ Այդտեղ կարող է ինձ Մերգելյանի անվան բուրա գնում է դեպի այս կողմ։ Մերգելյանի բուրակ մասներս։ Հա։ Ինձ համար նկարում ես այդ մասը։ Այստեղ, հա։ Այսենց բանուկ խաչմերուկ է։ Գնացինք։ Տեսեք ոնց եմ փաթաթվել ժողովուրդ ջան, որ չմրսացնեմ ինձ, բայց պետք է դուրս գայ շուտ հետ, որովհետև բաներ կային, այդ լվացքի հեղուկ բան ինքը չի իմանա, էլի ինչ է շուտ։ Գետինը տեղ-տեղ էլի սառած է։ Հասանք։